Նոնա դու բան արա, գործոններ չվերաբերել, բայց վերաբերում որտեղ թափոնը մենք թափոնը հանձնում ենք վերադարանների միջոցով, ծերծարանների եւ ճիշտ է։ Մենք երում ենք մեր առանձնահատկությունը, քանի որ հիմնականում թվային միջոցներ են օգտագործվում, դպրոցում թուղթ քիչ առաջանում, չէ՞, ուսումնական ընթացքում։ Այսինքն մենք որ շատ ջանքապեր պիտի տներից բերենք թուղթը։ Այն դպրոցներն են, որ տներից են բերում։ Դե ճիշտ է, չես մոտ ես ասեմ մեր դեպքում դա կարող ենք անել, ես կողմ եմ դրան, որ այդ զարգացումը բերի նրան, որ ամեն մեկը տանը տեսակավորի, սիրուն չէ փաթեթով բերի իմանա որտեղ է մենք տեսակավորում ենք ու արժեքավոր գրքերել է հանդիպում մեզ, նույնիսկ երեք դեպքում ենք, որ Հայաստանի պատմության թանգարանին են ցանկվել գրքերը, Ջիվանի 100-ամյա գրքեր են եղել։ Ուզում եմ ասել, որ տեսակավորված գրքերից արժեքավոր գրքեր լինում են, շատ լավ դասական իրականություն լինում, մանկական իրականություն կարող է գրադարանի ընթացքում նաև հավելել։ Անպայման նաև, որտեղ լավ կլինի, որ այդ միջոցով մեր ընթերցանանները, մենք հիմա գրադարաններ չենք ասում ընթերցանան, սա ընթերցանանը, ընթերցանանները կհարստանան կարի գրքերով, որ հենց երեխաներն են օգտագործում։ Արտադիր չի անձնական ունի հանդիպում։ Գալիս ընթերցանան եւ ավելի շատ մարդիկ են չօգտվում։ Ես ինչի համար ասում, ժամանակը ուղղակի նկատի ունի ժամանակի ճամբարական խորացուցով են աշխատում, հիմա մեզ մոտ ուսումնական ճամբար է եւ մի ջոկատ այսօր այստեղ է, շատ լավ է այստեղ է, Գևորգն էլ ջոկատից է, մենք խնդիրներ ունենք, որ Գևորգի նախաձեռնությունն է, իսկ մենք քանի որ հեղինակային մանկավարժություն շատ հարգանքով ենք վերաբերում գործի հեղինակին։ Գևորգը հեղինակն է այս գործի, ինքը պիտի բացակայի, ես այսօր իմացա, չէ՞, ասում Գևորգ։ Ու պետք է նաև մտածենք, թե ով է փոխարինելու Գևորգին։ Ինչպես է փոխարինելու Գևորգին, որի բացակայության ընթացքում գործը շարունակվում, մինչև ինքը այդ գործողում է, չէ՞, տանիքով գործողմաններն են վերադառնում։ Այս կարևոր է։ Ուզում ենք որ դուք իմանաք, որ բացի թափոնից